Ողջույն, խորհրդարանական ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, մինչ ուշադրության կենտրոնում են կուսակցական ցուցակները, պակաս կարևոր չէ, թե ինչ են մտածում մարդիկ, ովքեր ցանկանում են կառավարել։ Տնտեսությունը բոլորի մտքում է, անգամ վարչապետը հրապարակավ խոստովանեց, տնտեսական իրավիճակը չափազանց ծանր է, բայց նախորդ ամիսները վկայեցին, որ 94 թվականի զինադադարից ի վեր առաջին անգամ Հայաստանը բախվել է լրջագույն մարտահրավերների, նաև անվտանգության ոլորտում։ Այսօր Ազատության տեսակետների խաչմերուկում հյուրընկալել ենք իշխող հանրապետականի և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունների քարտուղարներ Գագիկ Մելիքյանին և Արամ Մանուկյանին, պարոնայք, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Անվտանգության ապահովումը նախընտրական այս փուլում քաղաքական օրակարգի կարևոր կետերից մեկն է։ Պարոն Մելիքյան, ինչ են մտածում Հայաստանի իշխանությունները, որն է ձեր ռազմավարությունը։ Դուք պատրաստվում եք պատերազմի, թե ցանկանում եք պայմանավորվել Իլհամ Ալիևի հետ, այստեղից անմիջապես երկրորդ հարցն է ծագում, եթե պատրաստվում եք պատերազմի, ինչու զինադադարից ավելի քան 20 տարի անց հայկական բանակը կռվում էր 80-ականների զենքով, հրամանները տրվում էին բջջային հեռախոսով, եթե նպատակ ունեք պայմանավորվել Ալիևի հետ, հիշեցնեմ Ադրբեջանի նախագահի օրինակ 3 հնչեցրած խոսքը, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է և ապրիլյան բախումները Ադրբեջանի ներքին գործն են, ինչ կարող եք ասել։ Նախ ասեմ, որ անվտանգության խնդիրները միշտ եղել է թե մեր քաղաքական ուժի, թե հանրապետության նախագահի և թե կառավարության ուշադրության կենտրոնում։ Պատահական չէր, որ նաև նոր կառավարությունը ձևավորված Կարեն Կարապետյանի գլխավորությամբ իր ծրագրային հիմնադրույթներում առաջնություն տվեց հենց անվտանգության խնդիրներին։ Կարծում եմ, որ առաջիկայում նաև ընտրական գործընթացներին գնալուց մեր ծրագրային հիմնադրույթներից առավելագույնը և առաջնությունը պետք է տրվի անվտանգության խնդիրներին։ 94 թվականի հրադադարից հետո մենք միշտ էլ պատրաստվել ենք պատասխանելու Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքներին, պատերազմական գործողություններին, ձեռք ենք բերել մարտավարական և պաշտպանական նշանակություն ունեցող տարբեր զինատեսակներ, այնքանով, որքանով որ դա մեզ հաջողվել է, ունենք հզոր բանակ և միշտ պատրաստ ենք եղել ցանկացած ոտնձգության, որ կիրականացվի Ադրբեջանի կողմից։ Այդուհանդերձ, իրականությունից չպետք է հեռու լինենք և ասենք, որ Ադրբեջանը անընդհատ սանձազերծել է տարբեր մակարդակների, տարբեր չափերի մարտական գործողություններ, սահմանային խախտումներ, դիվերսիաներ, իսկ ապրիլին նաև պատերազմական իրական սադրանք, պատերազմական գործողություններ։ Ասել, որ մենք պայքարում էինք, կռվում էինք 80-ական թվականների զենքով, իհարկե այդպես չէ, դա ուղղակի խոսք հնչեցրեց նախագահի կողմից և 80-ական թվականների ոչ թե արտադրության, այլ 80-ական թվականների շրջանառության մեջ դրված արդեն մարտական զինատեսակներից շատերը արտադրվում են նաև այս օրերին և ժամանակակից են նաև ներկա պայմաններում։ Ասել, որ մենք շատ ավելի կատարելագործված զինատեսակներ չունենք, ավելի ժամանակակից զինատեսակներ չունենք, այդպես չէ։ Այն ինչ որ անհրաժեշտ է մեր բանակին, մեր անվտանգությունն ապահովելու նպատակով, մենք ամեն ինչ ունենք։ Սակայն ամեն ինչ ասելով պետք է նշեմ նաև, որ կատարելությունը կամ կատարելության հասնելը միշտ էլ եղել է գործընթաց և երբեք ավարտված չի կարելի համարել։ Այն առումով, որ զինատեսակների ներմուծումը, ավելացումը միշտ էլ եղել է մեր ուշադրության կենտրոնում, առավել ևս հիմնականում ավելի ժամանակակից զինատեսակների ունենալը։ Ես սահմանային սադրանքներից հետո, ապրիլյան պատերազմից հետո մեր բանակը սկսեց ավելի արագ տեմպերով վերազինվել, հակառակորդին, մեծ թշնամի համարողին ավելի հուժկու հակահարված տալու նպատակով։ Մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր երկիրը, մեր երկրի անվտանգությունը, մեր ժողովրդի անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ապահովելու նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, որի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը, և կարծում եմ, որ առաջիկայում Ադրբեջանին, որքան էլ նա առավել զինվածության նշաններ դրսևորի, անընդհատ փորձի
հրահրել տարբեր միջադեպեր, նրան երբևէ չի հաջողվի ռազմական ճանապարհով խնդիրը լուծել։ Պարոն Մելիքյան, հարցը հետևյալն է. իշխող հանրապետականը ինչ ռազմավարություն ունի այս հարցում։ Դուք իշխանությունների նկատի ունեմ, պատրաստվում են պատերազմի, կարծում եք, որ պատերազման խուսափելի է, թե նպատակ ունեք պայմանավորվել հաշտության եզրեր գտնել Ադրբեջանի իշխանություն։ Երբ որ հանրապետականի գործադիր մարմնի նիստերն են տեղի ունենում, նախագահ Սարգսյանը ինչ է ասում այս մասին։ Այս հարցերը հնչում են։ Իհարկե, միշտ էլ այդ հարցերը մեր ուշադրության կենտրոնում են, այդ հարցերը ամենօրյա հնչում են, միշտ էլ ամենօրյա եղել են ուշադրության կենտրոնում եւ ես համոզված եմ, որ մեզ համար առաջնայինը խնդրի բանակցային ճանապարհով կարգավորումն է։ Մենք երբեք պատերազմ չենք ցանկանում, երբեք պատերազմ չենք հրահրում, սակայն սա չի նշանակում, թե մենք պետք չէ, որ պատերազմի պատրաստ լինենք։ Եվ առավել քան այն հիմնավորում, որ եթե չենք ուզում պատերազմ, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի եւ պետք է միշտ ուժեղ լինենք պատերազմի դաշտում ցանկացած հարվածի հակահարված հասցնելու։ Մեր նպատակը բանակցային ճանապարհով Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորումն է։ Մեր նպատակը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է, որը առաջնային է։ Մենք իհարկե միշտ հաճախ բախվում ենք Ադրբեջանի այն հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի խախտվի, բայց կարծում եմ, որ տարածքային ամբողջականության սկզբունքը այս պարագայում երկրորդական է եւ կարելի է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն երբեք չի կարելի ոտնահարել ինքնորոշման սկզբունքը։ Ինքնորոշված Արցախը պետք է լինի խնդրի վերջնական կարգավորման առարկան։ Մենք այլ տարբերակ չենք պատկերացնում։ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում, անկախ Ադրբեջանի կազմում չի եղել եւ չի կարող լինել, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասում է, որ Արցախը երբեք անկախ չի կարող լինել։ Դա իր տարածքային մասն է, տարածքային ամբողջականությունը երբևէ չի խախտվելու։ Պարոն Մանուկյան, Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին գնում է խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսով, հեղինակը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Դեկտեմբերին կոնգրեսի համագումարի ժամանակ Տեր-Պետրոսյանը ուշագրավ հայտարարություն արեց, լսենք։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որը ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման, նաև հենց իր սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ 18 տարի առաջ ասում էի կա, հիմա ցույց տվեք։ Գոյություն չունի, այն ինչ որ դրված է հիմա սեղանին, նույն փուլային տարբերակ։ Այսօր բանակցությունների սեղանին ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 97 թվականին, այն է, որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայինորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը, երաշխավորված Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման։ Սա է, ուրիշ բան չկա, ոչ մի հեքիաթի չհավատակ։ Ինչպես ասացինք, 3 Ղարաբաղյան խնդրին անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, լսենք նրա ելույթից մի հատված։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Մենք չենք հավակնում հայկական տարածքներին, չնայած բոլորը քաջատեղյակ են, որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի հողերի վրա։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկին զիջել մեր տարածքները։ Ուստի ապրիլյան պատերազմը, ինչպես նաև լարվածությունն ու բախումները շփման գծում Ադրբեջանի ներքին գործն է։ Պարոն Մանուկյան, հարցս հետևյալն է, ինչպես եք պատրաստվում պայմանավորվել Իլհամ Ալիևի հետ, ինչ երաշխիքներ կարող եք ներկայացնել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց, որ Ալիևը կպահի պայմանավորվածությունները եւ չի փորձի գրավել Ստեփանակերտը կամ այլ շրջան։ Շնորհակալություն։
շատ երկար էր նախաբանում։ Ես փոքր քաղաքագիտական շատ կարճ վերլուծություն պետք է անեմ։ Մեր երկիրը այսօր, նաև Ալիևը, հիվանդ է ուռա պատրիոտիզմով։ Դրանք գրավենք հայկական հողերի վրա, ադրբեջանական հողերի վրա, Ադրբեջանը ստեղծվել, այստեղ էլ ոչ մի թիզական, բա Ստամբուլը, բա մեր քաղաքականությունը լրիվ ուրիշ տեղ է։ Եթե մենք խոսում ենք ֆիլմերից, բանաստեղծություններից, ուրիշ դաշտ է, եկեք դա հենց խոսենք։ Քաղաքական գործի չէ։ Լրիվ ուրիշ առաքելություն ունի։ Նրա առաքելությունը հետևյալն է. վերլուծել իրականությունը, մեսիջով, ծրագրային դրույթով ժողովրդի առաջ հանդես գալ։ Վատա, լավա, ցավոտա, թե հաճելի է։ Եվ ես ուզում եմ շատ կարճ վերլուծություն անեմ այս 20 տարի առաջվա եւ հիմիկվա։ Մենք 20 տարի առաջ Ղարաբաղ ազատագրել ենք։ Ազատագրել ենք 12000 քառակուսի կիլոմետր, ազատագրել ենք հայի ոգու հաշվին, հայի զենքի հաշվին եւ միջազգային կառույցների երբեմն աջակցության, երբեմն աչք փակելու հաշվին։ Եվ 3 տարի, 2 տարի պատերազմը, որը բերել է հայ ժողովրդին հաղթանակներ, հազարավոր տարիների համար մենք տարածք ենք ազատագրել զոհերի, չարքաշ կյանքի հաշվին, եւ դրանից հետո անցել է 23 տարի, այստեղ սկսում է ոչ քաղաքագիտական մասը, ուռա պատրիոտիզմի մասը, երբ հաշվի չեն նստել իրականության հետ։ Իրականությունը հետևյալն է. մենք հաղթանակը կերտեցինք, երբ որ ունեինք իշխանություն, որը չէր գողանում, ունեինք միջազգային կառույցներ, որոնց միջոցով հաց էինք բերում, զենք էինք բերում, ձրի զենք էինք ստանում։ Այս ընթացքում մեր իշխանությունները կորստի ճանապարհով են գնացել, կորցրել են ներքին հավատը, որովհետև չի կարող իշխանությունը լինել կոռումպացված, շրջափակված եւ հաղթի անընդհատ պատերազմներում։ Մենք կորցնում ենք մարդկային մեր ռեսուրսը արագացված տեմպերով, սա իրականություն է, շատ վատ է, բայց իրականություն է։ Տարեկան 50,000 մարդ մենք զինվորացու, ամուսնացող կամ աշխատող մարդ կորցնում ենք, սա քեզ թույլատնում է ընդհանուր ժամանակի մեջ, սա դառը իրողություն է։ Եվ մյուսը, մենք կորցնում ենք միջազգային աջակցություն, որը ունեցել ենք 94-ին։ 94 թվականին չի եղել կառույց, չի եղել երկիր, որ Հայաստանին ասի Ղարաբաղի հարցում աչքի վերև ունք կա, չի եղել այդպիսի բան։ Իսկ այսօր, ասենք, ահավասիկ ապրիլյան դեպքերը, Լապշինի արտահանձնումը, սա քաղաքական ապտակ էր այսօրվա իշխանություններին, Լապշինի հանձնելը բան չէր, այդ անձի հանձնել չէր։ Դա Ղարաբաղյան խնդրի կարևորագույն մասերից մեկն էր, ու մեզ ապտակ տվեցին ուկրաինացիներով, բելարուսներով, վրացիներով, բոլորով։ Այսօր մեր միջավայրը, որտեղ մենք ուզում ենք հաղթանակներ կերտել, նպաստավոր չի։ Մենք սա հաշվի չառնել եւ ժողովրդին չասել իրականությունը, կրնենք առնվազն անազնիվ։ Խնդիրը մեր ու իշխանությունների, մեր ու հանրապետականի այսօրվա ու այնօրվա ցավալիորեն այն է, որ իշխանությունները այսօր չեն ուզում այս խնդրի մասին բաց ասեն։ Ինչպիսին է մեր բանակի վիճակը, այդ 800 հեկտարը ոնց եղավ տվեցին, ով պատժվեց, այդ պատժվողները փոխանակ մի ուրիշ տեղ լինեին, այսօր դրոշն առած ընդդիմադիր են դարել, իշխանություն են քննադատում, յանի տեսեք, մենք արդար ենք, խնդիրը հետևյալն է, իրականությունը լրիվ ուրիշ է։ Եվ հաշվի չառնել այսօր այս իրականություն եւ այստեղից բազա ելք չընտրել հաջորդ քայլերը անելու, առնվազն անազնիվ բան է։ Մենք ասում ենք հարգելի իշխանություն, հաշվի առնելով այս իրականությունը, հաշվի առնելով որտեղից սկսեցինք, ուր եկանք, ինչ ենք ունեցել, եւ այս ընթացքը դեպի ներքև շարունակվում է, ակնհայտ տնտեսություն, արտագաղթ, արտաքին դիվանագիտության վատացում մեր նկատմամբ, եկեք նստեք հաշվի այն իրականության հետ, ինչը ձեզ եռանախագահությունը, Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա առաջադրել են, դրել են սեղանին, եւ եթե ձեր կամքը այդպիսին է, եւ դուք հայտարարում եք այդ կամքի մասին, պատրաստակամ եք այն բանակցություններին մասնակցել եւ գնալ ընդառաջ, որին մասնակցել եք։ Այն փաստաթուղթը, որ ներկայացվում է այսօր Հայաստանի մասնակցությամբ է ձևավորվել։ Օդից չեն վերցրել այդ թղթերը։ Եվ բարձ ասում եք, իրականությունը նաեւ արժե որ մտածել դրա մասին եւ քայլ անել, համարձակ ընտրություններից առաջ հատկապես, ասեք, որ այս ծրագիրը իրականացնելու պատրաստակամ եք դուք։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը ծրագիրը ընդհանրապես դա է։ Հաշվի առեք ձեր սեղանի վրա թուղթը, որ առաջարկում է 22 տարի արդեն եռանախագահությունը եւ ժողովրդին ասեք, որ մենք պատրաստ ենք գնալ այս բաներին, գոնե իմանալով, որ Ադրբեջանը կարող է չհամաձայնվել, Ադրբեջանը կարող է մեծ խոսել կամ դիվերսիաներ անել։
Սրա գոնե դիվանագիտական քայլը հնարքը այն է, որ այս դեպքում դու միջազգային կառույցներին ասում ես, ես քո հետ համաձայն եմ խնդիրը խաղաղությամբ լուծելու, այդ փուլային տարբերակով գնալու։ Այս դեպքում դու նրանց համակրանք ու աջակցություն ես ստանում, Ադրբեջանը մնում է մենակ։ Եվ վերջինը, շատ կարճ ավարտեմ, հաշվի առնելով նաև մեր շուրջ կատարող դեպքերը, Ռուսաստանի ակտիվացումը եւ դերի ուժեղացումը ռեգիոնի խնդիրները լուծելու, Թուրքիա, Պարսկաստան, Սիրիա եւ այլ, այս ամեն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը այսպես առանցքային դեր է ստանձնել, իսկ իրենք շահագրգռված են եւ ուզում են այս խնդիրը լուծվել։ Այսինքն, քանի որ միջազգային կառույցները ավելի շատ հակված են խնդիրը լուծելու, որը կբերի խաղաղություն Հայաստանին, շրջափակման դեբլոկատիզացիա եւ անվտանգության երաշխավորում Ղարաբաղի համար, եւ Ղարաբաղը ֆիզիկապես զորքերով, միջազգային զորքերով կառանձնանա Ղարաբաղից, մենք գտնում ենք այս բոլոր գործոնները հաշվի առնելով, իշխանությունը պետք է ունենա այդ համարձակությունը, ասի, ես գնում եմ այս ծրագրին ընդառաջ։ Վերջին խոսքը, եթե անգամ Ադրբեջանը չի համաձայնում դրան, որը էլի շատ հնարավոր է, այս դեպքում դու ունենում ես միջազգային կառույցների աջակցություն։ Սա է մեր մոտեցման կարճ տարբերակը։ Պարոն Մելիքյան, տեսեք, ձեր ընդդիմախոսները, եթե փորձեն կարճ այսպես ձևակերպել ինչ որ ասաց պարոն Մանուկյանը, ասում են Հայաստանի իշխանությունները չեն կարողանում երկիրը զարգացնել, մյուս կողմից չեն ուզում պայմանավորվել Ադրբեջանի հետ, այսպես ժամանակը մեր դեմ է աշխատում, մարդիկ գնում են Հայաստանից, տնտեսությունը չի զարգանում, մենք կռվում ենք հին զենքերով կամ 80-ականներին արտադրված զենքերով, դուք ինչ կարող եք ասել այս քննադատությանը։ Երկու տեսած ժապավենների ուշադիր դիտելուց ես ընդհանրապես մի եզրակացություն կարող եմ հանգել։ Ալիևը հստակ ասում է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի կազմից դուրս չի կարող լինել։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը սրանից հետո։ Ինչի մասին մենք պետք է պայմանավորվենք, թե միջազգային հանրության հետ, թե մեր հետ, թե Ադրբեջանի հետ։ Համաձայն ենք փուլային տարբերակ։ Ինչ փուլային տարբերակի մասին է խոսում։ Մարդը հստակ ասում է, ոչ մի փուլային տարբերակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի անբաժանելի մաս է եւ պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ինչ փուլային տարբերակի մասին ենք խոսում։ Երանախագահության առաջարկների։ Մարդը երանախագահության առաջարկները եղել են դեռևս 94 թվականից Մադրիդյան սկզբունքներից։ Ալիևը ասաց է հիմք մի ընդունեք, բան իսկապես նա հաշվի մի առեք։ Ասեք մեր մոտեցումը։ Ռացիոնալ մտածող տրամաբանող մարդ է։ Էլուր մնաց։ Դուք ասեք Հայաստանի իշխանությունների մոտեցումը։ Ալիևը շատ աղմուկ կանի, որպես իրան սիրեն մեր մոտեցումը, որն է։ Հին կովկասյան ավանդույթ է։ Ասենք այդպես եւ գնանք, Ալիևը ասում է, ես ձեզ տալու ոչինչ չունեմ։ Մենք էլ ասում ենք, մենք մեր խնդիրները լուծել ենք։ Սրանից հետո մեր միակ նպատակը մեր հզորության ավելացումն է, մեր բանակի հզորության ավելացումն է, եւ մենք պետք է պատրաստ լինենք միշտ պատերազմի, մենք պետք է լինենք հզորության դեպքում Ալիևը ընդհանրապես չի խոսի, կտա, չի տա։ Իսկ որ Ալիևը խոսում է, իսկ մենք ասում ենք մենք տալիս ենք, մենք էլ չենք տալիս։ Դե տեսնենք ինչ է լինելու։ Բանակցային գործընթացը 20 տարուց ավել գնում է։ Եկավ փուլային տարբերակ, եկավ ոչ փուլային տարբերակ։ Փուլային տարբերակի դեպքում մարդը նույնիսկ առանձին դեպքերում համաձայնում էր առաջարկություններին, որ դուք պետք է ամբողջությամբ հետ տաք ազատագրված տարածքները, իսկ ես կմտածեմ ընդհանրապես ինքնավարության ավելացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի կազմում տամ, թե չտամ։ Բայց ո՞ր նրան հարցնում, տաս թե չտաս։ Կարելի է, որպեսզի հստակեցնենք։ Կարելի է, բայց ես հարց տամ, եթե կարելի է։ Շատ բարձր հարց է, ես խնդրում եմ, պարոն Մանուկյան, 20 տարի է մենք իրեն հարցնում ենք, 20 տարի է ասում ենք, այս մարդը նորից վերջում ասում է, չէ, ես պատերազմով պետքա հետ վերցնեմ բոլոր իր ըստ իրեն գրավյալ տարածքները, այդ թվում նաև Ադրբեջանի հիմնական տարածքները Հայաստանի մի մասը, այդ թվում նաև Հայաստան պետությունը, որը ադրբեջանական հողերի վրա է ձևավորվել, այնգեր, այս մարդուն ոչ մեկը ինչքան էլ ուզում է ասենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կոչվածը նախկին Արցախի Հանրապետությունը կամ Արցախը իր կենսագրությունով ու տարիքով շատ ավելի մեծ է, քան Ադրբեջանի Հանրապետությունը, այս մարդը չի հասկանում, չի ուզում հասկանալ։ Սրան երևի նորից գնա պատերազմի, նորից մի հատ հասցնեն դնչին
հետո ինքը կհասկանա, ուրիշ տարբերակ արդեն սրա հետ ոչ մի բանակցային գործընթաց չի շարունակվում։ Մարդը ասում է, սա իմ տարածքային ամբողջականության շրջանակներում իմ երկրի ներքին գործն է։ Ես կուզեմ իմ երկրի շրջանակներում, որի մեջ է ընդգրկված նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կուզեմ կպատերազմեմ, կուզեմ կոչնչացնեմ։ Արտաքին աշխարհի ինչ գործն է։ Լավրովը պատասխանեց, սա ձեր ներքին գործը չէ միայն։ Սա ինքնորոշման իրավունքի միջազգային իրավունքի հստակ դրսևորում է։ Հայաստանը 25 տարի առաջ տվել է համաձայնության, որ այս կոնֆլիկտի լուծելու համար ստեղծում է եռանախագահություն, Մինսկի խումբը։ Ոչ միայն Հայաստանն այո։ Բոլորը։ Չէ, ես ասում եմ, Հայաստանը գոնե տվել է համաձայնություն, որ այդ կառույցը պետք է զբաղվի կոնֆլիկտի լուծելով, եւ այդ մարդիկ տվել են առաջարկներ, կրկնում եմ, նաեւ Հայաստանի բոլոր իշխանությունների քննարկումների հետ արդյունքում։ Շատ բարձ հարց է առաջանում։ Սա է այսօրվա մեխը։ Մենք Ղարաբաղի կարգավիճակի հարցը ուզում ենք լուծել, թե չէ։ Եվ եթե ուզում ենք լուծել, մի րոպե կասեմ, ապա ինչպես ենք ուզում, չեմ ես հարցնել տամ։ Ինչ նկատի ունեք կարգավիճակի հարց ասելով։ Միջազգայինորեն ճանաչված, ինքնորոշված Ղարաբաղ։ Եվ այստեղ արտահայտվեց այդ կարծիքը եւ դա է մեր այսօրվա հիվանդությունը։ Մերժել բանակցությունները։ Իրենք հիմա ընկել են կազուսի մեջ։ Եվրոպացիները դուր հանդիպում են երանախագահությանը, թա իհարկե բավոնց մենք խաղաղ բանակցության բան, բայց այսպես ժողովրդի եւ հերոստատեսության առաջ ասում են, Ալիև ես գնամ, ինչ բարիշեմ, ինչ խոսեմ, պետք է իր միջև վերջ իրան տալ, պարզ հարց եմ տալիս, եւ դա է իրականություն եւ դա է լուծումը։ Մենք երանախագահությանը ընդառաջ միջազգային կառույցներին, խնդրում եմ հաշվի առեք, այդ միջազգային կառույցը կոչվում է Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Եթե այս երեքը աշխարհի խաղացողները մեր մասնակցությամբ, կրկնում եմ, մշակել են նախագիծ, դու համարձակությունը չպետք է ունենաս ասել, որ այդ նախագիծը, որը մշակվել է իմ, Ալիև եւ ռուսների նախաձեռնությամբ, պետք է առաջ գնա։ Եթե չէ, տղամարդու նման ձեր կուսակցությունով ասեք, որ մենք այսուհետև մերժելու ենք երանախագահներին, միջազգային կառույցներին, մենք այլևս Ալիևի հետ սեղանի շուրջ չենք նստելու։ Եվ ասեք, այդ դեպքում ձեր ասած է, ում հետ գնամ նստելու, Ալիևի հետ նստեք, ում հետ դիգնամ։ Հիմա նայեք, եւ այդ դեպքում շատ խնդրում եմ հստակ ասեք, եթե դուք մերժում եք Ալիևի միջազգային կառույցների ռուսների հետ բանակցությունները, դա էլ է ճանապարհ, պարոն Մելիքյան։ Իսկապես դա ճանապարհը, եթե մենք որոշում ենք թքած բանակցությունների վրա։ Պարոն Մանուկյանի հարցադրմանը պատասխանեմ եւ շարունակենք ուղղակի մեկ րոպեի ընթացքում երևի։ Մենք բազմիցս ասել ենք, մենք բանակցային գործընթացին միշտ կողմնակից ենք։ Բանակցային գործընթացի վերջի հանդիպումների նախագահների մակարդակով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մակարդակով տեղի ունեցած բանակցություններում հստակ որոշումներ է կայացվել։ 3 որոշում հստակ կոնկրետ սահմանագծին տեղադրել խախտումները վերահսկող սարքավորումներ, ավելացնել Կասպարչիկի դիտարկման խմբի քանակը։ Որևէ որոշում Ադրբեջանի կողմից չի իրականացել։ Սա բանակցային գործընթացի ընդհանրապես է։ Դուք րոպե առաջ ասեցիք ում հետ բանակցել Ալիևի։ Ալիևը բանակցային կողմ է։ Այո, լսեք, մենք բանակցել ենք, չէ՞ Ալիևի հետ։ Բախեք մերժում։ Ես ընդհանրապես Երկու րոպե առաջ ասեցիք։ Ես ասացի հիմա էլ եմ ասում, եթե որոշումը կայացում է բանակցությունների ընթացքում, եւ Ալիևը սա չի հարգում այս որոշումները, չի իրականացնում։ Մենք ասում ենք, այս առաջարկությունները պետք է կատարվեն, բանակցությունները շարունակում ենք։ Մարդը նորից ասում է, ես ձեզ հետ բանակցելու գործ չունեմ, ես ոչ մի խնդիր չեմ լուծելու։ Ղարաբաղը իմն է, Ղարաբաղը քիչ է, Հայաստանն էլ իմն է, իմ հողերի վրա է ստեղծվել այս պետությունը եւ կուզեմ կվերցնեմ, կուզեմ չեմ վերցնի։ Բանակցում ենք, մարդը որոշումները կատարելու փոխարեն նոր իրադրություն է սանձազերծում սահմանի վրա։ Նոր իրավիճակ է ստեղծում սահմանի վրա։ Սա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք բանակցություններից։ Եվ երբեք ես չեմ ասել, ու չեմ էլ ասի երբևէ, ես հենց սկզբից եմ ասել իմ խոսքի վրա, որ մեր առաջնահերթությունը խնդրի բանակցային տարբերակով լուծումն է։ Դա չի նշանակում, թե եթե ասում ենք ում հետ բանակցենք, տեսակ ում հետ եք բանակցում, տեսակ ում եք ֆուլային առաջարկություններ անում, տեսակ
ով ինչ է ասում։ Հասկացանք, ռացիոնալ մտածողության տեր մարդ է։ Ասում անգեր ես ձեզ տալու բան չունեմ։ Այդ երկիրը իմն է, ես էլ կուզեմ այդ ժողովրդին կոչնչացնեմ, կուզեմ մեդալ կտամ, չեմ ոչնչացնի, դա իմ խնդիրն է, ոչ մեկը տստեղ անելիք չունեք։ Պարզ ասում է, իսկ մենք ասում ենք ռացիոնալ մտածողության տեր մարդ է։ Հանրապետության նախագահը Դիլիջանում զինվորների հետ հանդիպման ժամանակ ընդամենը մի հատ պարզ ու անկեղծ միտք ասեց։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը նորից իր խոհանոցի պատուհանի տակ, իր պատշգամբի տակ թուրքի հետ կռիվանի։ Մենք Դիլիջանյան հանդիպմանը կանդրադառնանք, պարոն Մելիքյան, օրերս լրագրողների հետ հանդիպել էր ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, հետաքրքիր թվեր հնչեցրեց, լսենք։ 2,986,500 մարդ է մեր մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել, որը նախորդ տարվա համեմատ ուրեմն նվազել է 12100 մարդով, քանզի ուրեմն բնական հավելաճը ծնունդների եւ մահերի տարբերությունը կազմել է 12509 մարդ, իսկ միգրացիայի ցուցանիշը 16 թվականի համար գնահատվել է -24600, դա ուրեմն մուտքերի եւ ելքերի կամ գրանցվածների եւ դուրս գրվածների ուրեմն հաշվեկշիռն է, կոչվում է միգրացիայի մնացորդ։ Տեսեք, 12000 հոգի պակասել է Հայաստանի բնակչությունը, սա միայն պաշտոնական տվյալներով։ Հայաստանի բնակչությունը, պարոն Մելիքյան, 3 միլիոնից պակաս է։ Ադրբեջանի բնակչությունը պաշտոնական տվյալներով անցած տարվա վերջ մոտավորապես 10 միլիոն էր, 3 անգամ ավելին։ Արտագաղթը շարունակվում է, տնտեսական վիճակը ծանր է, օրերս Դիլիջանում զորացրված զինծառայողների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն արեց, լսենք։ Մինչև վերջ ես հասկանում եմ, մինչև չեզոքացնենք մեր հայրենիքին սպառնացող վտանգը, որտեղ շատերը մինչև վերջ այդ կերպ են հասկանում, թե դուք մեր երկրի պետք է ողջ հակառակ պարագայում ում է պետք լինելու այն հողը, որը պաշտպանում ենք եւ այդ հողի վրա ոչ ոք չի ապրել։ Նախագահի հարցը ձեզ եմ ուղղում, ում է պետք այն հողը, որը պաշտպանում ենք եւ որի վրա ոչ ոք չի ապրում։ Այս հարցը, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը չի շտկվում, արտագաղթը շարունակվում է, արդյոք կարողանա Հայաստանը դիմակայել Ադրբեջանին, ինչ կարող եք ասել այս հարցին։ Նախ ասեմ, որ արտագաղթը միայն Հայաստանում չէ, որ կա, արտագաղթ կա նաև Ադրբեջանում։ Խնդիրը դա չի այնուամենայնիվ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրոք այն բոլոր հնարավոր քայլերը, որ կարող են զսպել արտագաղթը, վերջնական արդյունքում ամեն ինչ արվի տնտեսական աճ ապահովելու, սոցիալական վիճակը բարելավելու, պատերազմի վտանգը չեզոքացնելու դրա հետ կապված նաև եւ կարծում եմ, որ աշխատատեղերի ստեղծման հետ միասին արտագաղթը կչեզոքացվի։ Նախագահը միանշանակ ճիշտ է ասում։ Միանշանակ ճիշտ է ասում եւ որևէ մեկը չի կարող լինել, որ չհամաձայնվի այդ խոսքերի հետ։ Ես համոզված եմ, որ ամեն ինչ պետք է արվի եւ վերջնական արդյունքում մենք պետք է ունենանք իրոք ամուր ուժեղ բանակ, ամուր ուժեղ տնտեսություն եւ այդ տնտեսության հաշվին նաեւ սոցիալական կայուն իրավիճակ ու անընդհատ զարգացող իրավիճակ։ Այս քայլերը իրականացնելու համար տնտեսական այն ծրագրերը, որ ներկայացվեց նոր կառավարության կողմից, կարծում եմ, որ առաջիկայում արդյունքները կտան։ Այն քայլերը, որ մինչև ծրագրային հիմնական դրույթները ապահովելը կատարվում է կառավարության կողմից առաջնահերթության հետ կապված, հարկային տարբեր արտոնություններ, գործատուններին, գործարարներին տարբեր արտոնությունների ձևով, ժամկետների երկարաձգման ձևով, ցածր տոկոսադրույթների վարկերի ձևով, կոնկրետ պայքար մենաշնորհների դեմ, կոռուպցիայի դեմ որոշակի քայլեր կան եւ զգացվում են արդեն, այնպես չի, որ իրականում չկան, պայքար նաեւ անօրինական հարստացումների դեմ։ Ես կարծում եմ, որ սրանք իրոք բավականին լուրջ տնտեսական առաջընթացի առումով հետևանքներ կունենան։ Եվ համոզված եմ, որ այս հետևանքներն են, որ կարող են բերել
հիմնականում արտագաղթի նվազեցմանը, կրճատմանը եւ նույնիսկ ներգաղթի ստեղծմանը։ Սակայն հարցը բան մեր հետևանքներն է, այսինքն արտագաղթի պայմաններում Ղարաբաղյան հարցը հետևանքները, խնդիրը ոչ միայն արտագաղթի պայմաններում Ղարաբաղյան հարցը, արտագաղթի պայմաններում բոլոր հարցերը պետք է մեծ ուշադրության կենտրոնում լինեն։ Սահմանամերձ տարածքներում, որտեղ ես ավելի հաճախ եմ լինում, կասեմ հետևյալ, Տավուշի մարզում միայն այդ հարկային արտոնությունների շնորհիվ ձևավորված նոր տնտեսական գործընթաց իրականացնող կազմակերպությունների հետևանքով սահմանամերձ առանձին գյուղերում ես կարող եմ նույնիսկ գյուղերի անուններ թվարկել, Պառավաքարում, Չորաթանում, Արծվաբերդում եւ արդեն նաեւ Բերդում ստեղծվող գործարանի հետևանքով ոչ միայն կանգնել է արտագաղթը սահմանից, այլ նաեւ բավականին լուրջ քանակությամբ ընտանիքներ հետ են վերադարձել եւ սահմանը կարծես թե արդեն իրեն շատ ավելի ապահով է զգում, որովհետեւ այդ մարդուն եւ ծնելիությունն է աճում, եւ սոցիալական վիճակն է կարգավորվում, բարելավում, եւ սահմանի պահապան գյուղացին, հենց սահմանի վրա ապրող գյուղացին, իրեն շատ ավելի ապահով է զգում։ Ես կարծում եմ, որ այս քայլերն են, որ վերջնական արդյունքում կբերեն նաեւ պետության ուժեղացում, մարտունակության բարձրացում, բանակի հզորացում, հոգով ուժեղացում եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում։ Ուժեղ երկիրը կարող է թելադրել իր կամքը։ Այն ինչ որ ասում ենք բանակցային գործընթաց, եթե մենք թույլ լինենք, իրականում բանակցային գործընթացն էլ կտապալվի, փուլայինն էլ կտապալվի, ոչ փուլայինն էլ կտապալվի։ Ադրբեջանը հստակ ասում է, ձեզ Ղարաբաղ չունեք, Ղարաբաղի ժողովուրդը իմն է, ինչ կուզեմ կանեմ Ղարաբաղի ժողովրդի հետ։ Հիմա համաձայնում ենք, ուզում ենք փուլային, ուզում ենք ոչ փուլային։ Հələ ասում է, եթե հələ քիչ է Հայաստանի տարածքն էլ է իմը, էլ ինչ ասեմ։ Ես թվերով եմ խոսում։ Անդերսենի հեքիաթները սիրում եմ, բայց Անդերսենի հեքիաթներով երկիր չեն ղեկավարում։ Կզորանանք, կգրավենք, կուժեղանանք։ Նույն լեքսիկոնը ինչ որ ընդեղ են օգտագործում։ Ուրեմն թվերը վերջին 7 տարվա ընթացքում ամեն տարի արտագաղթի թվերը աճել են։ Եվ անցած տարվա թվերը ոչ թե 12 էր, 12-ը հանած ծնունդի թիվը 40000, 54000 է անցած տարվա արտագաղթը։ Ուրեմն անցած բոլոր տարիներին արտագաղթը աճում է, ընդ որում աճում է փոքրացող թվից, այսինքն եթե թվով անգամ նույնը մնա, քանի որ քո բնակչություն պակասում է, տոկոսային առումով ավելանում։ Ուրիշ ավելի սարսափելի թիվ ասեմ ձեզ։ Բարձր դասաների տղաների թիվը ցածր դասաների տղաների թվից ամեն տարի 2000-ով պակասում է։ Այդ երեխեք չեն մահանում։ Այդ երեխեքին, տղա երեխեքին 12 տարեկանից հանում են տասնյակ հազար դոլարներ մուծելով, վայնկոմատներին, տարբեր տեղերին, որպեսզի ամեն ինչ անել, որպեսզի տղա երեխեքը բանակում չծառայեն։ Սա իրականությունն է։ Ջայլամի նման գլուխը կողել ավազի մեջ չտեսնել այս իրականությունը։ Առնվազն պիտի ազնիվ չլնես։ Սա մեր դառ իրականությունն է։ Տարեկան, եթե խաղաղ պայմաններում մեր երկիրը լքում է իր բնակչության 2%-ը, այդ իշխանությունը ոնց է այդ բանակ ուժեղացնում։ Մենք ասում ենք Ալիևը չասեք խաղաղ պայմաններ, որտեղ մենք արդեն 25 տարի է խաղաղ պայմաններ չունենք ու չենք էլ ունեցել։ Ալիևը, որ այդպես ասում են, պրագմատիկ չի կամ բան չի։ Դա ձեր հակառակորդն է, բայց այդ հակառակորդը Եվրոպայությունում իր ագենտներն ունի, լոբինգը անում է, սպորտ առնում է, մշակույթը առնում է, գիտությունը առնում է, մարդկանց ձերբակալում է իր երկիրն է բերում, զենքի առումով ինքը այնքան է ծախսում, ինչքան մեր բյուջեն չի։ Մեր գեներալները այս եղած կոպեկից գողանում են, ախպեր ջան։ Մենք հո տեսանք ապրիլին ինչ տեղի ունեցավ, 180 երեխա է զոհ է։ Մի հատ նայեք ովքեր են այդ զոհվածներ երեխեք։ 180 երեխա չի զոհ։ 180 զոհ է եղել բանակում, մեր ամբողջ տարվա ընթացքում, բան։ Տարվա ընթացքում բա ասում եք, բայց տարբեր պատճառներով է եղել։ Բանակում, ցավոք բանակում միշտ զոհել։ Բանակում անցած այս 16 թվականին 180 երեխա է զոհվել։ Նայեք ովքեր են, որ խավի երեխեքն են, ինչ պայմաններում են զոհվում։ Ինչ եք ուզում։ Խաղաղություն չբերենք այս մարդկանց այս դարից չազատենք, երկիրը գնա ինչքան գնա, ուր գնա։ Մենք էլ ասում ենք, քանի որ կա լուծում, միջազգային կառույցները առաջարկել են, եւ այդ լուծման մեջ կա ռացիոնալ բան։ Ղարաբաղը անջատվում է Ադրբեջանից, միջազգային մանդատով, միջազգային զորքով, ոչ մի կրակոտ չի լինում։ Եկեք գնանք դրան, այն իշխանությունը, որը հեքիաթներ են Պարոն Մանուկյան։ Դուք ծանոթ չեք ընդհանրապես նախագահների առաջարկել։ Այդ դրանք այնքան շատ ենք ծանոթ։ Զորքերը չեն կանգնում, խաղապահ զորքերը։
խաղապահ զորքերը այնքան տարածքներում են կանգնած, որտեղ խաղաղություն չկա։ Կիպրոսում կանգնած են հարց լուծում են, թե այդ դուք մի ասեք վատորն, դուք կամ կարտահայտեք, կամ գնում ենք ասեք արտահայտում ենք։ Կամ ասեք գնում ենք Հայաստանը։ Եթե այդ խաղաղությունը մեզ պետք է Լեռնային Ղարաբաղի կորստի գնով, ես կարծում եմ, որ դա խաղաղություն չէ։ Որևէ մեկ այդպիսի բան ասել, Ղարաբաղ ասում էր։ Նորից Ձեր խնդրում եմ ամբողջ միացրեք։ քաղաքականությունը կազմում եք Ալիևի ասացի վրա։ Ով է նա որ դու ասածը Դե նա հիմա ասած Ալիևն է նստելու մեզ հետ բանակցելու։ Մարդ ասում է ես ձեզ հետ բանակցելու խնդիր Ոչ, չունեմ։ եթե շփոթված եք, սխալված եք։ Դե շփոթված ենք, այստեղ շփոթված ենք, այնտեղ ռացիոնալ ենք, այնտեղ ոչ ռացիոնալ ենք։ Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման իրավունքը տված է 3 երկրների։ Ես կրկնում եմ նորից, մենք գործ ունենք այս խնդրի լուծման հետ եռանախագահության հետ։ Եվ եռանախագահությունը, եւ ֆինանսավորողը, եւ միջազգային զորքերի մանդատի որոշումը, եւ ժամանակացույցի որոշումը, եւ քարտեզի որոշումը առաջարկում են այդ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Նրանք առաջարկել են 20 տարի առաջարկում են։ Եվ միշտ ես եմ ասում, պարոն Մելիքյան, եթե մենք համաձայնում ենք այն ինչին մենք համաձայնել ենք թղթի վրա, մենք տակտիկական առումով շահում ենք։ Մենք ձեռք ենք բերում այդ երկրների եւ միջազգային կառույցների համակրանքը, աջակցությունը եւ քո կողքին լինելու։ Թղթի վրա այն ինչ որ դուք հասարակական կազմակերպություն եք ղեկավարում, թե քաղաքական ուժ։ Թղթի վրա այն ինչ որ արձանագրվել է, մենք միշտ էլ համաձայնվել ենք, բայց արդյունքը եղել է այն, ինչ ունենք։ Օրինակ, ես ստիպված եմ համաձայնել ձեզ, մենք համաձայն ենք ինչին։ ժամանակի խնդիր ունենք։ Երանախագահության առաջարկներին։ Շնորհակալություն։ Չենք ասել, որ համաձայն չենք։ Հենց նոր որ դուք Ալիևի խոսքի հիմա վրա ասում եք Երանախագահները անընդհատ ասել են, որ մենք ձեր այդ տեսակետները Պետրոսյանի ասածը, որ դուք կոնստրուկտիվ չեք, դուք ինքներիդ անգամ չգիտեք ինչ եք ուզում, ուր եք գնում։ Հիմա գնում ենք ընտրությունների, մենք ծրագիր ենք ասում։ Այս ծրագրով ասում ենք Հայաստանը կարող է զարգանալ, պարոն Մելիքյան, ուժեղանալ տնտեսապես, զենքով, զորքով, միջազգային աջակիցներով, Եվրոխորհրդով ուժեղանալ։ Իսկ ինչի՞ է դեստում, որ դա միայն դուք եք ասում, դա բոլոր քաղաքական ուժերն ասում են։ Դա ձեր Բարոյ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տեսակետների խաչմերուկում հյուրընկալել էինք Հանրապետական կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունների քարտուղարներ Գագիկ Մելիքյանին եւ Արամ Մանուկյանին, հաղորդումը վարեց Սարգիս Հարությունյանը։ Ցտեսություն։